Անուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո ամեն։ Այսօր մեծ պահքի երկրորդ կիրակին է, կոչվում է արտաքսման կիրակի։ Բառը արդեն հուշում է, որ մեր նախաստեղծների, մեր առաջին ծնողների Ադամի եւ Եվայի դրախտից արտաքսվելու մասին է խոսքը։ Մի քանի դրվագներ հիշեցնեմ Աստվածաշնչի այդ հատվածից, որտեղ այդ պատկերն է նկարագրված։ Աստված իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն։ Տեր Աստված պատվիրեց Ադամին եւ ասաց. դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք։ Եվ հետո շարունակում է Աստվածաշունչը. օձը երկրի վրա Աստծո ստեղծած բոլոր գազաններից ավելի խորամանկ էր։ Օձն ասաց կնոջը. ինչու Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել։ Կինը ասաց օձին. դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել, սակայն դրախտի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. դրանից չուտեք եւ չմոտենաք, որպեսզի չմեռնեք։ Օձն ասաց կնոջը. չեք մահանա, որովհետև Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը եւ դուք կլինեք աստվածների նման, կիմանաք բարին ու չարը։ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, ակնահաճո է գրավիչ ըմբռնելու համար, նա առավ նրա պտղից, կերավ եւ տվեց իր մոտ կանգնած ամուսնուն։ Եվ նրանք կերան, երկուսի աչքերն էլ բացվեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են։ Նրանք թզենու տերևներն իրար կարեցին եւ իրենց համար գոգնոտ շինեցին։ Երեկոյան նրանք լսեցին Տեր Աստծո դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տեր Աստծուց թաքնվեցին դրախտի ծառերի մեջ։ Տեր Աստված կանչեց Ադամին եւ ասաց. ուր ես։ Ադամը պատասխանեց. լսեցի քո ձայնը այստեղ դրախտում, ամաչեցի, որովհետև մերկ էի եւ թաքնվեցի։ Աստված նրան ասաց. ով հայտնեց քեզ, թե մերկ ես, արդյոք կերար այն ծառի պտղից, որից պատվիրել էի, որ չուտես։ Ադամն ասաց. այս կինը, որ տվեցին ինձ, նա տվեց ինձ ծառի պտղից եւ ես կերա։ Տեր Աստված ասաց կնոջը. այդ ինչ ես արել։ Կինը ասաց. օձ ինձ խաբեց եւ ես կերա։ Տեր Աստված ասաց օձին. քանի որ այդ բանն արեցիր, անիծյալ լինես երկրի բոլոր անասունների եւ գազանների մեջ, քո լանջի եւ որովայնի վրա սողաս, ողջ կյանքումդ հող ուտես, թշնամություն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ միջև, քո սերնդի եւ նրա սերնդի միջև, նա պիտի ջախջախի քո գլուխը եւ դու պիտի խայթես նրա գարշապարը։ Իսկ կնոջն ասաց. պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու առաջանքները, ցավերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկվես եւ նա պիտի իշխի քեզ վրա։ Տեր Աստված Ադամին ասաց. քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն պտղից, որից միայն քեզ պատվիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով, տանջանքով հայթայթես քո սնունդը քո կյանքի բոլոր օրերի համար, փուշ ու տատասկ թողաճեցնի քեզ համար երկիրը եւ դու դաշտային բույսերով սնվես։ Քո երեսի քրտինքով ուտես հացդ, մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էր եւ հող էլ կդառնաս։ Եվ Ադամն իր կնոջ անունը դրեց կյանք, որովհետև նա է բոլոր մարդկանց նախամայրը։ Տեր Աստված Ադամի եւ նրա կնոջ համար
կաշվից զգեստներ պատրաստեց և հագցրեց նրանց։ Տեր Աստված ասաց. ահա Ադամը դարձավ մեզ նման մեկը, նա գիտե բարին և չարը, արդ գուցե նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի և անմահ դառնա։ Եվ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից, որպեսզի նա մշակի այն հողը, որից ստեղծվել է, և Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին և բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհը։ Մենք միասին վերհիշեցինք արտաքսման պատմությունը, թե ինչպես մեր նախածնողները Ադամը և Եվան արտաքսվեցին դրախտից։ Ինչ է արտաքսումը։ Արտաքսումը իրականում բաժանում էր Աստծուց, բաժանում էր կյանքից։ Իրենք ինչ-որ մի աշխարհագրական կամ տարածական տեղից չէր, որ արտաքսվեցին։ Իրենք Աստծո ներկայությունից հեռացան։ Իրենք Աստծո երեսից արտաքսվեցին։ Իրենք Աստծո ներկայությունը կորցրին իրենց կյանքի մեջ։ Ինչի համար։ Որովհետև սխալ որոշում կայացրեցին, սխալ ընտրություն արեցին։ Աստված մարդուն ի սկզբանե ստեղծեց կատարյալ և իր նման։ Եվ այդ կատարելության և Աստծո նմանության բաղադրիչներից մեկը մարդու ազատ կամքն է։ Աստված մարդուն ազատ կամք շնորհեց, որպեսզի ինքը կարողանա իր որոշումները կայացնել, որպեսզի ինքը ազատորեն որոշի աճն ու ձախը, առաջն ու հետը, վերևն ու ներքևը, ինքը որոշի։ Աստված կարող էր ազատ կամքից զուրկ անել մարդուն, բայց այդ ժամանակ մարդը կատարյալ չէր լինի։ Այսինքն մարդը ստիպված կլիներ լինելու այն վիճակի մեջ, ինչի մեջ Աստված մարդուն դրել է, եւ այդպես էլ պիտի մնար այդ վիճակի մեջ, առանց որևէ փոփոխության։ Այդ ժամանակ կլիներ, որ մարդը ունի ճակատագիր, որ շատերն ասում են, հա, այսինքն Աստված այդպես է գրել մարդու ճակատին, այդպես էլ մարդը պիտի գնա, բայց քրիստոնեական ընկալումների մեջ, քրիստոնեական ուսմունքի մեջ, քրիստոնեական եկեղեցու մեջ ճակատագիր հասկացողությունը բացակայում է, որտեղ դրան հակառակ կա ազատ կամքը։ Աստված ամեն մարդու ազատ կամք է տվել եւ ի վերջո մենք ենք որոշում ինչ անենք, ոչ թե մեր ճակատին գրված է, ոչ թե մեզ համար կանխորոշված է Աստծո կողմից, թե մենք ինչ պիտի անենք կամ ինչ պիտի լինի մեզ հետ, այլ մենք ենք ընտրում մեր ճանապարհը, մեր ընթացքը։ Եվ տեսանք, որ մեր նախաստեղծները Ադամն ու Եվան սխալ ընտրություն կատարեցին եւ սխալ ընտրության արդյունքում կորցրեցին կյանքը։ Կյանքը Աստծո ներկայությունն է, կյանքը Աստված է։ Քրիստոսն ասում է. ես եմ կյանքը։ Ուրեմն եթե Աստծուն կորցրել ես, դու կյանքը կորցրել ես։ Եվ բոլոր այն մարդիկ, որոնք այսօր աշխարհում ապրում են առանց Աստծո, իրենք կյանքը կորցրած են ապրում։ Կյանք չունեն, կյանքը Աստծո մեջ է, կյանքը Աստծով է եւ կյանքը Աստծո հետ է։ Այսինքն առանց Աստծո կյանքը արդեն կյանք չի, մահ է։ Եվ սխալ որոշման արդյունքում մեր նախաստեղծները կորցրին կյանքը։ Ինչն էր սխալ որոշումը։ Ընտրություն պիտի անեին։ Ուտել արգելված պտուղը, թե չուտել արգելված պտուղը, գայթակղություն կար, սատանայի կողմից գայթակղություն կար, որ գայթակղում էր, որպեսզի ուտեն։ Սատանայի հետ պետքը չէր, կուտեին թե չէին ուտի։ Սատանայի պետքը մի բան էր, որ Աստծուն հակառակվեր մարդը, եւ ինքը հասավ այդ նպատակին։ Ինքը հասավ այդ նպատակին, գայթակղեց եւ մարդը իր որոշումը սխալ կայացրեց։ Ունենալով Աստծո պատվիրանը, մարդը ոտնահարեց Աստծո պատվիրանը, անարգեց, անտեսեց Աստծո պատվիրանը եւ Աստծո պատվիրանին հակառակ որոշում կայացրեց։
Գիտեք, ես հիմա չեմ խոսում մեզանից չգիտեմ մոտավորապես մի 6000 տարի առաջ եղած Ադամի ու Եվայի դրախտի պատմության մասին։ Ես խոսում եմ մեր մասին։ Մենք ամեն մեկս մեր ազատ կամքով որոշումներ ենք կայացնում մեր կյանքի ընթացքում։ Մեծ, փոքր, կարևոր կամ անկարևոր, վճռորոշ, կյանքի համար շատ կարևոր կամ կյանքի համար պակաս կարևոր որոշումներ միշտ կայացնում ենք։ Մենք միշտ կանգնած ենք այդ այլընտրանքի առաջ։ Շատ հաճախ մենք համարձակություն կամ քաջություն չենք ունենում որոշում կայացնելու, սկսում ենք գցել ուրիշների վրա։ Ինչ կասես, ինչ խորհուրդ կտաս, դու ինչ կանես, դու ոնց կանես, դու ինչ կասես, եւ այսպես ուզում ենք մի տեսակ պատասխանատվությունը մեզանից նետել։ Բայց ինչքան էլ նետենք չնետենք, միևնույն է, մենք որոշակի առումով որոշումներ կայացնող ենք, որի համար Աստծո դատաստանի առաջ մի օր պիտի պատասխան տանք։ Եթե մենք որոշումներ չկայացնենք, մենք պատասխան տալու կարիքը, անհրաժեշտությունը չենք ունենա։ Մենք չենք կայացրել որոշումներ, ինչի համար է մեզ դատում Տեր Աստված։ Աստված մեզ պիտի դատի մեր կայացրած որոշումների համար, մեր ընտրությունների համար։ Մենք ինչ ենք ընտրել մեր կյանքում։ Բարին, թե չարը, Աստծուն հաճելին, թե Աստծուն պատվիրանի հակառակը։ Այս շատ կարևոր է։ Եվ այստեղ մի խնդիր կա։ Շատ հաճախ նույնիսկ մենք քրիստոնյաներս ու հատկապես մենք քրիստոնյաներս որոշումներ կայացնելուց տարբեր հանգամանքների ենք հաշվի առնում, բայց ոչ երբեք կամ հաճախ բաց թողնելով կամ անտեսելով Աստծո պատվիրանը կամ Աստծո կամքը։ Մենք որոշումներ ենք կայացնում մեր իմաստությամբ, մտածումների, մեր ընկալումների, մեր գիտելիքների, մեր աշխարհի ունեցած փորձի եւ ամենատարբեր բաների համաձայն։ Բայց շատ հաճախ Աստծո կամքը չենք փնտրում։ Եվ այստեղ մենք սխալվում ենք։ Ադամն ու Եվան էլ ականջ կախեցին մի շատ իմաստուն եւ խելացի, բայց ոչ Աստծո կամքով խորհրդի։ Սատանան շատ խելացի է եւ շատ իմաստուն է, մարդուց շատ ավելի զորեղ իր իմացությամբ, իր ամեն ինչով։ Բայց Աստծո կամքը չի սա, Աստծուն հակառակ է։ Եվ ականջ կախեցին։ Մենք էլ այստեղ պիտի շատ ուշադիր լինենք, շատ հաճախ մենք որոշումներ են կայացնում, թվում է թե այդ մեր որոշումները նույնիսկ Աստծո կամքով է, Աստծուն հաճելի է, բարի է, լավ է, այս գործը պիտի անեմ, այն պիտի անեմ, բայց մենակ այդքանը բավարար չի։ Մենք պիտի միշտ իմանանք, Աստված ուզում է, որ մենք դա անենք, թե չի ուզում։ Միգուցե մենք մեր ուժերից վեր բեռ ենք վերցնում մեր վրա, որի տակ մենք պիտի կքենք, որը մենք չպիտի կարողանանք կրենք, եւ ինչպես ավետարանական առածն է ասում, եթե դու կարողություն չունեիր այդ շենքը վերջացնելու, ինչի սկսեցիր։ Սկսեցիր կիսատ թողեցիր, հիմա ծաղրի առարկա դարձար։ Բոլորը կասեն, այս մարդը գործը բռնեց ու կիսատ թողեց։ Այսինքն մենք ոչ միայն պիտի նայենք այդ գործը լավն է թե վատն է, բարի է թե չէ, այլ արդյոք Աստված ուզում է, որ հատկապես ես այդ գործն անեմ։ Դա ինձ համար է, թե ինձ համար չի։ Աստված այդ գործին ինձ ուղարկել է, թե չէ։ Եվ այստեղ լավ հիշում եմ Մակաբայեցիների գիրքը, որտեղ վերջերս նորից եմ կարդացել։ Ինչ է ասում Մակաբայեցիների գրքում։ Մակաբայեցիների գրքում հրեա ժողովուրդը Մակաբայեցիների, Մակաբե ցեղի, հա, այդ Հուդայի եւ իր եղբայրների առաջնորդությամբ պայքարում էր իր օրենքները պահելու համար։ Կրոնական հատկապես օրենքները, որտեղ հույները փորձում էին ուժով, սրով, զենքով հրեաներին հանել իրենց աստվածային օրենքների տիրույթից, հունական բարք ու սարք արմատավորել նրանց մեջ։ Եվ հրեաները նախանձավորությամբ զենքի ուժով, ինչպես մեր վարդանանք, փորձում էին պահել իրենց աստվածային օրենքները։ Բայց նույնիսկ թվում է թե ամբողջ աստվածահաճո գործ է հրեաների կողմից, եթե իրանց
Աստվածային օրենքներն ու եւ իրենց հավատքը, այսպես կոչված իրենց եկեղեցին են պահում, ինչ խնդիր կա, տեղ ինչը կարա Աստվածը աճո չնի, բայց ամեն անգամ մակաբայեցիները երբ պիտի պատերազմի դուրս գային թշնամու դեմ, հույների դեմ, ամեն անգամ աղոթք էին անում, ասում էին Տեր Աստված գնանք թե չգնանք, քո կամքն է թե քո կամքը չի, եւ մինչեւ Աստծո կամքը չէին հարցնում, չէին գնում։ Գիտեք, մենք շատ հաճախ ասում ենք, չէ, այս լավ բան է, ինչ պետք է, այս Աստծո կամքով պետք է անենք, ու անում ենք ու ձախողում ենք, ու պարզվում է, որ դա եղավ գայթակղություն, դա եղավ անկում, դա եղավ մեղք, մենք մեղքի մեջ ընկանք, բարին գործելու փոխարեն հայտնվեցինք մեղքի մեջ, եւ ամեն անգամ, երբ մենք առանց Աստծո կամքի ինչ որ բաներ ենք անում, մենք ձախողում ենք, մենք ընկնում ենք, մենք վտարվում ենք Աստծուց, արտաքսվում ենք Աստծո ներկայությունից, իսկ ինչքան մենք Աստծո ներկայությունից արտաքսվենք, այնքան մենք պիտի կորցնենք կյանքը եւ պիտի հայտնվենք մահվան մեջ։ Ադամն ու Եվան այդ պահին չմեռան, երբ արտաքսվեցին դրախտից, ֆիզիկապես, կենսաբանորեն ողջ էին եւ դեռ 930 տարի էլ ապրեց Ադամը, բայց ինքը մահ ապրեց, Աստծուն կորցրեց, հոգևոր մահի մեջ հայտնվեց Ադամը, եւ մենք էլ այդ հոգևոր մահվան մեջ ենք, այսօր, եկեք մի հատ նայենք, թե մենք անձնապես, թե մեր հասարակությունը, թե մարդկությունը, ինչքանով Աստծո կամքը հաշվի առնում իր գործերի մեջ, իր ընթացքի մեջ, իր քայլելու մեջ, կտեսնենք, որ եթե անկեղծ լինենք, գրեթե հաշվի չենք առնում, կամ շատ քիչ ու շատ քչերն են հաշվի առնում, ինչ բարի բան կարա լինի, ասում ենք բարի չի, աշխարհում խաղաղություն չկա, սեր չկա, երջանկություն չկա, ամենտեղ սուգա, շիվանա, ավերա, կորուստներա, չգիտեմ, զոհեր են, մարդկային ողբերգությունը, բա ինչ պիտի լինի, Աստծուց հեռացած կյանքի ինչ էինք ուզում որ լիներ, էս էր արտաքսում Աստծուց, ուրեմն շատ կարևոր է, որ մենք Աստծո կամքի իմանանք, եւ երբ որ մարդը մեղք գործեց, բաներ տեղի ունեցավ իր հետ, որ բոլորիս հետ լինում է, ինչ եղավ, մարդը մերկացավ, ասում է, մարդը մերկացավ, աչքերը բացվեց եւ սկսեց տեսնել բաներ, որ պետք չէր տեսնել մարդուն, ինչ տեսավ, տեսան, որ մերկ էին, մինչև այդ չէին տեսնում, որ մերկ էին, տեսան, որ իրենց վիճակը ամոթալի է, մինչև այդ իրենց վիճակը ամոթալի չէր, որտև իրենք դեռ մեղք չէին գործել, իրենց զգեստավորել էր Աստված, իրենք աստվածային փառքով եւ լույսով էին զգեստավորված, բայց այդ ամեն ինչից մերկացան, ինչ արեց մերկացած մարդը, նախ վախեցավ, թաքնվեց, մինչ այդ Աստծուց չէր վախենում, Աստված իր հայրն էր, ինքը Աստծո որդին էր, հիմա ինչ եղավ, ասում է վախեցան, թաքնվեցին, հետո ինչ արեց, ասում է թզեն ու տերևներ վերցրին, սկսեցին իրենց մերկությունը ծածկել, մի տեսակի հագուստ հագնել, հետո տեսանք վերջում, որ դրախտից արտաքսելուց Աստված կաշվից հանդերձներ հագցրեց մարդուն արտաքսեց, որտեղ մարդը դեռ ամաչում էր, այսօր ինչ է կատարվում, այսօր մարդը չի ամաչում, այսօր մարդու Աստծո հագցրած հանդերձները մարդը վրայից հանում է թափում է, մերկ է ման գալիս, ինչ է կատարվում, մենք աստվածային փառքի զգեստը արդեն կորցրել ենք մեղքի պատճառով, հիմա այն ժամանակավոր մերկություն փակող նյութական զգեստը այն էլ մեր վրայից հանում թափում ենք, մերկ ենք ման գալիս, ուր ենք հասել, ուր ենք գնալու սենց, հասնելու ենք Աստծուն, հասնելու ենք փրկության, այս ես խոսեցի վատի մասին, բա ինչ պիտի լինի սրա վերջը, սրա վերջը Աստված մեզ ցույց տվեց, իր որդին, մեր Տեր Հիսուս Քրիստոսն եկավ այս ամեն ինչից մեզ փրկելու համար, եկավ մեզ փրկելու համար եւ այսօր ավետարանում Քրիստոս մեր փրկության ճանապարհն է ցույց տալիս, թե ինչա պետք այս վիճակը փոխելու համար եւ մեծ պակը հենց դրա համար է, որ մենք
այս բաների վրա անդրադարձ անենք եւ փորձենք փոխել այս վիճակը, չարտաքսվենք Աստծուց, մեր Աստուն անհաճելի որոշումների եւ ընտրությունների պատճառով, այլ ընդհակառակը փորձենք մերձենալ Աստծուն, փորձենք Աստծո հետ լինել, վերագտնել այն, ինչ որ կորցրինք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. մի կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա, չեկա ջնջելու, այլ լրացնելու։ Աստվածային օրենքներն ու պատվիրանները պիտի մնան, բայց ես դրանք պիտի լրացնեմ, ավելի զորեղ օրենքներ պիտի տամ, ավելի կատարյալ պիտի տամ, եւ շարունակում է մեր Տերը. ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև որ երկինքն ու երկիր անցնեն, մի ղովտ, որ մի նշանախեց է, այսինքն մի փոքրիկ կետ, ստորակետ, մի նշան, օրենքից եւ մարգարեներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի, ով այս պատվիրաններից, փոքրերից անգամ մի բան ջնջի եւ մարդկանց այդպես կուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր պիտի համարվի, իսկ ով որ կկատարի եւ կուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի։ Բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի։ Ուրեմն Հիսուսը այստեղ շատ կարևոր մի բան ասում է դուք միայն եթե փորձեք օրենսգետների եւ փարիսեցիների նման աստվածային պատվիրանները պահելով ապրել, երկնքի արքայություն չեք մտնի, ավելին պիտի լինի ձեր արդարությունը, դուք ավելի պիտի լինեք։ Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին, մի սպանիր, որովհետև ով որ սպանի, ենթակա կլինի դատաստանի։ Գիտենք բոլորս, մի սպանիր պատվիրան կա, հին ուխտում եղել է, եւ մարդիկ Աստծո վախից ելնելով, այս պատվիրանը, ովքեր վախենում էին Աստծուց, երկյուղում էին Աստծուց, ովքեր փորձում էին Աստծուն հաճելի ապրել, կատարում էին, մարդ չէին սպանում։ Բայց Քրիստոսն ինչ է ասում։ Ասում է դա քիչ է չսպանելը, ուրիշ բան կա, ավելի կարևոր։ Իսկ ես ձեզ ասում եմ, թե ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի։ Եվ ով որ իր եղբորն ասի հիմար, ենթակա կլինի ատյանի, եւ ով որ իր եղբորն ասի ապուշ, ենթակա կլինի գեհենի կրակին։ Այսինքն, ընդամենը բարկանալը, հիմար, ապուշ ասելը, բերում է նույնացնում ինչ որ մարդ սպանելու հետ, որտեղ մարդ սպանելը սկսում է տեղից։ Այսինքն մարդ սպանելը վերջի արտաքին գործողությունն է, բայց այդ սկսում է մեջից, որ ասում ես հիմար, հենել ասում է հիմարը դու ես, ասում է հեսա կտամ կիմանաս ինչ ալնում, վերջը ինչ ալնում, մեկը մեկին սպանում է։ Կամ ապուշ, կամ մի այլ բան, այսինքն ներքին չարությունից է գալիս։ Քրիստոս խոսում էր, այ ասում է ձեր արդարությունը պիտի ավելի լինի, այսինքն ձեր ներսը պիտի մաքուր լինի։ Ոչ թե արտաքին օրենքը պահենք, մարդ չեմ սպանել, բայց որ թողնես սրտիդ մեջ մարդել ես սպանել, մարդել ես կերել, մարդել ես թաղել։ Չէ, ուզում եմ որ ներսը մաքուր լինի մարդու, որ մեկին հիմար կամ ապուշ չասենք, մեկին չդատապարտենք։ Էս է ուզում Քրիստոս։ Եվ շարունակում է. Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ հիշես, որ քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թող սեղանի առաջ, գնա նախ հաշտվիր եղբորդ հետ եւ ապա եկ քո ընծան մատուցիր։ Եթե մեկը քեզ հետ խնդիր ունի եւ դատի է կանչում, միշտ դեռ ճանապարհին ես, իրավախոհ եղիր, կանխավ։ Գուցե նա քեզ դատավորին հանձնի, դատավորը դահչին եւ դու բանտ նետվես, ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին դահեկանը։ Այս սրանք շատ կարևոր բաներ են։ Այսինքն փորձեք հաշտություն ունենալ իրար հետ, հաշտվեք, ընծա ես մատուցում Աստծուն, նախ եւ առաջ հաշտվիր մարդկանց հետ, որպեսզի քո ընծատ Աստված ընդունի։ Խնդիր ունես մարդու հետ, մի գնա, մի սրի խնդիրը, փորձիր խնդիրը լուծել, մի տար մինչև դատ ու դատաստան, որտեղ շատ ու շատ մարդիկ, որոնք հայտնվում են բանտում,
իրանք սխալ ընթացքի մեջ են։ Իրանք ասում են, հա, հեսա կգնաս մի 2 ամիս կնստես, դուրս կգաս, տենց բան չկա։ Խաբում են մարդկանց։ Խաբում են, գցում են բան եւ մինչեւ վերջին գրոշը լուման այդ մարդուն քերթում են։ Փորձեք իրար հետ հաշտվել։ Փորձեք իրար նկատմամբ ներողամիտ լինել։ Եթե ինչ որ մեկը շարունակում է հետո, ասում է քեզանից մի բան է ուզում, երկուսը տուր, բայց հաշտություն ունեցիր։ Արժի դրա համար կռվեք, արժի դրա համար ծանր վիճակների մեջ հայտնվեք։ Լսել եք թե ինչ ասվեց, մի շնանար։ Իսկ ես ձեզ ասում եմ, ամեն մարդ, որ կնոջը նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ։ Շատ այսօր քրիստոնյա մարդիկ կան, շատերս կան, որ չենք շնանում, որտեղ պատվիրանն աս մամուտ է, ոնց կլինի քրիստոնյան շնանա։ Բայց արդյոք նաև մտքով չենք շնանում։ Արդյոք նաև սրտով չենք շնանում։ Արդյոք այդ շնության, պոռնկության, ցանկասիրության աղտը մեր սրտերի մեջ բուն դրած չի։ Քրիստոս սրա մասին է խոսում։ Արտաքին չշնանալը լավ է, սա դեռ լուրջ բան չի, լուրջ բանը, որ սիրտդ մաքրես, շնության մեղքը, պոռնկության մեղքը, ցանկասիրության մեղքը մեջիցդ հանես, որ ոչ թե չշնանաս, այլ նույնիսկ չցանկանաս նման բան, մտքովդ չանցնի, տեսնես նման բան, զզվանք առաջանա, ոչ թե ցանկություն, ոչ թե կիրք, լուրջ բան է, դժվար է հասնել, բայց էս է ուզում Քրիստոս։ Այդ որ ասում է ձեր արդարությունը ավելի լինի, քան դպիրներին ու փարիսեցիները, դպիրները ու փարիսեցիները ընդամենը չէին շնանում արտակնապես։ Իսկ Քրիստոսն ասում է սիրտդ մաքրի, ներսդ մաքրի, հոգիդ մաքրի շնությունից, խորհուրդներդ մաքրի շնությունից։ Եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն դեն գցիր քեզանից, որովհետև լավ է, որ դու մի աչքով մտնես երկնքի արքայություն, քան երկու աչք ունենաս եւ հայտնվես դժոխքում։ Եվ այդպես էլ ասում է, եթե ձեռքդ ոտքդ են գայթակում, կտրի դեն գցիր։ Հա? Եվ այստեղ էլ նախ գայթակղության մասին է, մենք գայթակղությունները մեր կյանքից պիտի հեռացնենք։ Այստեղ եկեղեցական հայրեր ուրիշ անգամներ էլ են ասել, ինչ են ասում, աչք, ձեռք, ոտք ասելով, այսինքն քո այն ամենամոտ մարդիկ, որոնք քեզ համար աչք ձեռքի պես են, որոնք քեզ համար աչքի պես են, եթե իրանք քեզ մեղքի են տանում, եթե իրենք քեզ գայթակղության մեջ են գցում, այդ մարդկանց հեռացրու քո կյանքից։ Կտրի գցիր, ավելի լավ այդ մարդիկ քո կյանքում չլինեն, քան թե այդ մարդկանց հետ բարեկամություն, ընկերություն անելով մի օր հայտնվես դժոխքի կրակների մեջ։ Ավելի լավ առանց այդ մարդկանց ապրես կյանքդ, բայց փրկության հասնես, քան թե այդ մարդկանց հետ մեղքերի մեջ ապրելով կյանքդ հայտնվես դժոխքի մեջ։ Մենք ասում ենք, դե մեր մերձավորներն են, էլի ոնց կլինի չշփվենք կամ ոնց կլինի չհարաբերվենք, ոնց կլինի բա կնեղանան, եղբայրս սա, քույրս սա, հարազատս սա, բարեկամս սա, էսա, այն այն։ Ճիշտ է, մենք չենք անում, բայց դե հիմա ինչ անենք, հիմա այդ մարդկանց չենք կարող հետ պահենք։ Ավետարանն ասում է կտրեք։ Եթե դուք մնացիք իրանց հետ բարեկամության մեջ, վաղ թե ուշ մի օր ընկնելու եք դրա մեջ, որտեղ այդտեղ է տանում։ Չարը տենց է գայթակղում։ Անդադ ցույց է տալիս, մի օր ասում է, դե ինչ արեմ, մի օր էլ դու փորձի էլի։ Մի օր էլ դու հələ արա, ինչ պետք է լինի դրա մեջ, եւ մեզ կամած բթացնելով, գայթակղեցնելով գցում են մեղքի մեջ։ Ավելի լավ է այն ինչ որ մեզ գայթակղում է, այն ինչ որ մեզ մեղքի է տանում, այն ինչ որ մեզ հեռացնում է Աստծուց, մեր կյանքերից հեռացնենք։ Լսել եք դարձյալ թե ինչ ասվեց նախնիներին. երթմնազանց մի լինիր, այլ արա Տիրոջը այն ինչ երթվել ես։ Իսկ ես ձեզ ասում եմ, ամենևին չերթվել, ոչ երկնքի վրա, որ Աստծոաթորն է, ոչ երկրի վրա, որովհետև նրա ոտքերի պատվանդանն է, ոչ էլ Երուսաղեմի վրա, որ մեծ արքայի քաղաքն է, եւ քո գլխով էլ չերթվեց, որովհետև չես կարող մի մաս իսպիտակ կամ սև դարձնել, այլ ձեր խոսքը լինի այոն այո, ոչը ոչ։ Դրանից ավելին, այսինքն երթվելը եւ այլն չարից է, ասում է ավետարանը։ Խոսեք այն, ինչ որ արժան է խոսել։ Մի փորձեք երթումներով ձեր խոսքը հաստատել կամ ապացուցել ձեր խոսքի ճշմարտացիությունը։ Այն բաները, որ
Չէիք ասի, կամ ինչի համար կամաչեք, կամ ինչի համար հետո մի օր, եթե իմանային դուք ամոթ եք զգալու, մի ասեք։ Երանելի են մարդը, որ խոսքով չի մեղանչում, ասում է Հակոբոս Առաքյալը։ Դժվար է, մենք շատ հաճախ խոսքով ենք մեղանչում։ Մեր մեղքերի ավելի մեծ մասը խոսքով է, լեզվից է գալիս, որպեսզի մենք ուրեմն զգույշ լինենք։ Եվ այդ ստի հաստատման ձևերից մեկը կամ գլխավոր ձևը երդվելն է, որ մարդիկ փորձում են երդումով իրենց խոսքը արժեքավոր դարձնել, բայց ասում եմ դուք այնքան ճիշտ եւ մաքուր խոսող եղեք, որ դուք կարիք չունենաք երդվելու, այլ ձեր ասած խոսքը եթե ասել եք այո, մարդիկ իմանան, եթե այս մարդը ասել է այո, ուրեմն այո է, եթե ասել է ոչ, ուրեմն ոչ է։ Սրանք բոլորը ներսից եկող բաներ են, մարդու սկզբունքներից, մարդու հավատքից, մարդու Աստծո պատվիրանների վրա հաստատուն լինելուց են գալիս այս բաները։ Երբ որ մարդ հեղեղուկ է, մի օր սենց, մի օր նենց, իր խոսքն էլ է տենց, մի օր էսա, մի օր այնա։ Երբ որ մարդը հիմք ունի, ժայռ ունի, վեմ ունի Քրիստոս, որի վրա իր կյանքն է կառուցված, իր խոսքն էլ է ուղիղ եւ շիտակ ու հաստատում։ Եթե այո է, ուրեմն այո է։ Եթե ոչ է ասել մեղքին, ուրեմն ոչ է իր ասածը։ Էլ չես կարող այդ մարդուն շեղել կամ գայթակղել կամ իր խոսքից հեռացնել։ Լսել եք, թե ինչ ասվեց աչքի փոխարեն աչք եւ ատամի փոխարեն ատամ։ Իսկ ես ձեզ ասում եմ, չարին հակառակ չկանգնել, այլ եթե մեկը քո ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու, եւ եթե մեկը կամենա քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկոնն էլ թող, եւ եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել նրա հետ, երկուսն էլ գնա, տուր նրան, ով քեզանից խնդրում է եւ ով կամենում է քեզնից փող առնել, երես մի դարձրու նրանից։ Մենք մինչև հիմա այսպես ենք ապրում, երբ որ մեկը մեզ մի նեղություն է տվել, շատ հաճախ մեր սրտի մեջ, նույնիսկ եթե արտաքնապես ոչինչ չենք անում, մեր սրտի մեջ այդ մարդու նկատմամբ լցվում ենք չարությամբ, ատելությամբ եւ ուզում ենք, որ այդ մարդը մի տեսակ պատիժ կրի կամ հատուցի դրա դիմաց, որ այդ մարդու նույնիսկ երբեմն մենք մեր աղոթքների մեջ ասում ենք Տեր Աստված դու իրան արժանին տաս իրան, այսինքն սրանով մենք կարծեք թե Աստծուն էլ բան ենք անում, խնդրում ենք կամ հորդորում ենք, որ Աստված այդ մարդուն մի ձևով պատժի դրա համար, կամ ասում ենք թող Աստծուց առնի իրենը, հա, այսինքն հիշաչարության խնդիրն է։ Այդ ատամի փոխարեն ատամ, աչքի փոխարեն աչ, 5 կտակարան այդպես էր ասում էր ամեն մարդ ինչ որ չարիք գործել է նույնով պիտի հատուցի եւ մեկնիչներն ասում են դրա համար չի ասված որ մեկը քո աչքը հանել է դու էլ իր աչքը հանես կամ մեկը քո ատամն է կոտրել ատամը կոտրես կամ կյանքը տախնել այլ դրա համար է ասած որ այն մարդը որ մտածում էր ուրիշի աչքը հանել ինքը վախենա որտեվ գիտի օրենքը պահանջում է որ դրա դիմաց իր աչքներ են անելու եւ ինքը հեռու մնա մեղքին այս է նպատակը ոչ թե բոլորի աչքերը հանելն է, այլ մարդուն ընդամենը զսպելն է, օրենքի միջոցով զսպելն է, եթե դու հանկարծ մեկին մի չարիք պատճառես, համարժեքը դու պիտի ստանաս, համարժեք պատիժը դու պիտի կրես, բայց Քրիստոս ուրիշ բան է ասում, ավելին, ասում է չարին մի հակառակվեք, եւ այսօրվա ընթերցումի մեջ Պողոս Առաքյալից որ ընթերցվեց, այնտեղ էլ ասում է չարին հաղթեք բարով Ոչ թե չարին չարով պատասխանեք, այլ չարին չարիքով մի պատասխանեք, ընդհակառակը չարին հաղթեք բարով, չարին հաղթեք բարով, մի բան է ուզում քեզանից երկուսը տուր, այդ աուզածը, դրանով ոչ դու աղքատանելու ես, ոչ էլ հարստանալու ես, բայց գոնե խաղաղություն կլինի, բայց գոնե ընկերոջդ կամ եղբորդ հետ չես թշնամանա, չես կորցնի, մի էս է ուզում, ասա ես կտամ քեզ, ավելին կտամ, մի բռի փոխարեն մի ամբողջ գիրք կտամ, ինչ է եղել, և բոլոր են մարդիկ, որ կյանքի կենսափորձ ունեն, գիտեն, այդ մի բռով ոչ մենք հարստանում ենք, ոչ աղքատանում ենք, ոչ էլ այդ շատով, շատը տենց բռեր է եկել ու գնացել մեր կյանքերում, հա, բայց իրականում ինչն է կարևորը, մարդ բնալն է,
Աստծուն հաճելի ապրելն է, Աստծո պատվիրանի մեջ մնալն է, էսա կարևորը։ Եվ հետո Քրիստոս այդ գաղափարը նորից շարունակում է եւ ավելի զորացնում է, ինչ ասում։ Լսել եք, թե ինչ ասվեց. պիտի սիրես ընկերոջդ եւ ատես թշնամուդ։ Իսկ ես ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին եւ աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ ու հալածում, որպիսի որդիները լինեք ձեր գերեքնավոր հոր, որ երկնքում է, քանի որ նա ինքն էլ թե չարերին, թե բարիներին բոլորին նախախնամում է, անձրևը, արևը, ամեն ինչ բոլորին տալիս է։ Ուրեմն այստեղ էլ մի բան է, մենք այս խոսքերը կրկնում ենք հաճախ, ասում ենք սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք արեք նրանց, ովքեր չարիք են անում։ Ասենց բանը վերացականորեն խոսքերը կրկնում ենք, բայց հենց որ բանը հասնում է մեզ, կոնկրետ մենք մի թշնամի ունենք, կամ մեկն ունենք, որ մեզ վատ է արել, մենք չենք կարող իրան օրհնենք, մենք չենք կարող իրան սիրենք, մենք չենք կարողանում իրեն բարիք անել, որտեղ մեզ չարիք արել, ոնց անենք։ Խոսք ասելը, քարոզելը հեշտ է, բայց կյանքում այդ կիրառելը դժվար է, բայց էսա ճանապարհը վերադառնալու Աստծո մոտ, էսա ճանապարհը վտարված վիճակից նորից վերականգնվելու, որտեղ այս հատվածի ամբողջ հատվածի վերջում ինչ է ասում մեր Տերը, արդ կատարյալ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարյալ, այսինքն Աստծուն պիտի նմանվենք, Աստծո նման պիտի լինենք, էսա Աստծո ուզածը, էսա ճանապարհը այդ կորած դրախտում նորից վերականգնվելու, վերագտնելու կորած Աստծո ներկայությունը, կյանքը գտնելու ճանապարհը էսա, ավետարանը, ավետարանական օրենքները, եւ այն ձևով, ոնց որ մեր Տերն ասեց, եթե ձեր արդարությունը ավելին չլինի, քան դպիրներին ու փարիսեցիները, օրենքի տառին հետևող չլնեք, այլ այդ օրենքը ձեր ներսում լինի, ձեր սրտից բխի, այդ բարությունը, այդ սերը, այդ ողորմությունը, այդ սրբությունը, այդ մաքրությունը, այս շատ կարևոր է, եւ մեծ պակ հենց դրա համար է, որ մենք դրա վրա աշխատենք, որ մենք այդպես բաների վրա աշխատենք, մենք մտածենք այդ մասին, իհարկե, հատկապես այս շրջանում մենք ավելի շատ փորձությունների մեջ ենք հայտնվում, որտեվ սատանան էլ գիտի, որ երբ փորձեց Ադամին ու Եվային սատանան, երբ որ Ադամն ու Եվան պահքի մեջ էին դրախտում, Աստված ասեց չուտեք, քանի չէր ասել Աստված չուտեք, սատանան մեջտեղում չկար, հենց Ադամն ու Եվան պատվիրան ստացան չուտելու, սատանան եկավ ասեց կերեք, ձեզ խաբել է Աստված, լավ կլինի ձեզ համար, վատ չի լինի, կերեք։ Հիմա մենք էլ հենց պահքի մեջ ենք հայտնվում, որոշում ենք մի քիչ մաքրվենք, մի քիչ սրբվենք, մի քիչ աղոթենք, մի քիչ հոգևոր զորանանք, հարցակումներ է սկսում, գայթակղություններ է սկսում, տեսակ փորձություններ է սկսում։ Բայց պիտի այդ ամեն ինչը հասկանանք եւ փորձենք Աստծով, Աստծո ողորմությամբ, աղոթքով, ելի նորից ապաշխարությամբ, ճգնությամբ, պահքերով, ողորմություններով, սուրբ գրքով զորանալով դրանք փորձենք հաղթահարել ժողովուրդ ջան։ Ուրեմն այս երկրորդ կիրակին մեզ հիշեցնում էր մեր կյանքի կորուստը։ Եվ ինչի մեջ այսօր մենք հայտնվել ենք այսօր մահվան մեջ։ Եվ Քրիստոս եկավ, որպեսզի իր հարությամբ մեզ կյանք պարգևի։ Քրիստոսն ավետարանում ասում է. ես եկել եմ, որպեսզի դուք կյանք ունենաք, առավել եւս կյանք ունենաք, ուրեմն առանց Քրիստոսի չկա կյանք, ոչ մեկը կյանք չունի, բոլորս մահվան մեջ ենք, եկեք դեպի Քրիստոս գնանք, այս շրջանը օգտագործենք Քրիստոսին մերձենալու համար, որպեսզի վերագտնենք մեր կորցրած կյանքը, մեր կորցրած դրախտը եւ երկնքի արքայությունը։ Օրհնյալ եղելուկի շնորհած Սուրբ Հոգուն, երթայք խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցի ընդ ձեզ ընդ ամենեսյանս ամեն